Լավագույն առավոտներից մեկը, երբ դու արթնանում ես Թայլանդում եւ ուղևորվում Բանգկոկ։ Ժողովուրդ ջան, Պատտայա քաղաքն է սա մեր հյուրանոցն է, Բայֆերի հյուրանոցը, ուղիղ Հնդկական օվկիանոսի ափին։ Լյուքս ավտոբուսը մեր տուրիստները ամբողջովին պատրաստ են, այսօր մենք գնում ենք Բանգկոկ։ Welcome to Bangkok։ Այո, սկսվում է Miracle Tour and Travel-ի կողմից կազմակերպված Սպոյի հետ Թայլանդ խմբային տուրի դեպի Բանգկոկ էքսկուրսիան։ Ահա մենք արդեն Բանգկոկում ենք եւ առաջին կանգառը Bayok Sky, Թայլանդի ամենաբարձր հյուրանոցն է։ Վերելակով բարձրանում ենք ամենաբարձր կետը։ Մենք Bangkok Sky 76-րդ հարկում ենք հիմա։ Bangkok Sky 76-րդ հարկ եւ հիմա կբարձրանանք արդեն 84-րդ հարկ։ Ահա եւ վերելակով կբարձրանանք մինչեւ 84։ Ասում 83։ Ու բարձրացանք։ Բանգկոկը վերևից։ Այո, սա ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից կարելի է վայելել Բանգկոկի գեղեցկությունը։ Նայեք, մենք պտտվում ենք, նայեք, տեսեք պտտվում ենք։ Ահա, այսինքն վերևի հակում պտտվում է ամբողջ տարածքը, մարդիկ կանգնած նայում են Բանգկոկը վերևից։ Հաջորդ կանգառը ամենաբարձր երկնաքերն է, King Power մահանական։ Բանգկոկի ամենաբարձր երկնաքերը։ Մենք հենց հիմա կբարձրանանք ամենավերևը 86-րդ հարկ ու այնտեղ ապակիներ են, ապակիների վրայից կքայլենք, շատ հետաքրքիր է լինելու։ Նայեք, հիմա կանգնելու ենք այս ապակիների վրա, որտեղից երևում է ամենաբարձր մասից երևում է ամբողջ Բանգկոկը։ Մեր տուրիստները արդեն ապակիների վրա են, հիմա գնամ ես։ Ադրենալինս հասնում է ամենաբարձր կետին։ Ահա տեսեք Ջորջան, ամենավերևի բարձր մասում ենք։ Բանգկոկի ամենամեծ երկնաքերը 86-րդ հարկում ենք։ Բանգկոկը վերևից։ Բանգկոկի ամենաբարձր կետը լքում ենք ամենաբարձր տրամադրությունով եւ ուղևորվում Բուդդայի տաճար, որտեղ նաեւ կկերակրենք կրիաներին։ Ինչպես գիտեք ժողովուրդ, ըստ բուդդիզմի կրիան համարվում է սուրբ կենդանի եւ հենց այդ պատճառով էլ այստեղ կրիաներ կան եւ մենք սկսում ենք կերակրել այս հրաշ կենդանիներին։ Այնուհետև այցելում ենք տաճար եւ ուղևորվում ենք աշխարհի լավագույն մոլերից մեկը՝ Բանգկոկի Icon Siam Mall։ Դե ինչ մենք աշխարհի լավագույն մոլերից մեկում ենք Բանգկոկի Icon Siam, հլստե նայեք ժողովուրդ։ Ինչ սիրուն է, շատ սիրուն է, տեսեք ինքներդ։ Հավատացեք ժողովուրդ, Icon Siam-ը իր գեղեցկությամբ կարող է համարվել աշխարհի ամենագեղեցիկ մոլը։ Միայն տեսեք այս հրաշքը, իսկ մոլը գտնվում է Բանգկոկի Chao Phraya գետի ափին, եւ սա ել ավելի գեղեցիկ է դարձնում մոլում վայելել հանգիստը, լինել գետի կողքին թե ցերեկով եւ թե մթին, քանի որ հենց այստեղից էլ սկսվելու է մեր նավարկությունը։ Ահա սկսվում է լազերային շատրվանների շոու ծրագիրը, խմբի բոլոր մասնակիցները արդեն տեղում են եւ վերջ մոտենում են նավը։ Նավարկություն Chao Phraya գետով Բանգկոկ խումբը էստեղ է, հայկական գերբը իր տեղում, մենք նավարկությունը սկսում ենք Բանգկոկում։ Նավարկությունը սկսված է եւ անակնկալ։ Այո, հաղորդաբարուին տեսնելով, որ հայկական խումբ է նավում, բարևում է հենց հայերեն։ Նավարկությունը սկսված է, դա նշանակում է, որ սկսվում է օրվա երկրորդ հեքիաթային մասը։ Ժողովուրդ նայեք, Բանգկոկում նավարկություն ու նայեք, որ պատմական տաճարն է, Վատարուն։ Բանգկոկի Վատարուն տաճարը նստեղ նայեք։ Որը գիշերով պետք է տեսնես անպայման, որովհետև ֆանտաստիկ է, նստեղ նայեք։
Այո, վատառուն տաճարը կարծես համաշխարհային նկարչի կտավ լինի, կարծես անիրական լինի։ Իհարկե, նավարկության ժամանակ տեսնում ենք եւս մի քանի շշմելու գեղեցիկ տաճարներ, բոլորը լուսանկարվում են, վայելում են հրաշքորը եւ սկսվում է դիսկոտեկը։ Նայեք ինչ է կատարվում նավի վրա։ Ինչպես ասում են տուրիստները, որտեղ սպոն այնտեղ քեֆ եւ ուրախություն։ Երկու ժամ նավի վրա քեֆ անելուց հետո վերադառնում ենք Պատայա, քանի որ հաջորդ օրը ծովափին հանգիստ ունենալուց հետո օրվա երկրորդ կեսից մեկնելու ենք Պատայայի եւս մի քանի հրաշալիք բացահայտելու։ Հայկական գերբը միշտ ինձ հետ, ես սպոն եմ, սա Medical Tour Travel-ի կողմից կազմակերպված դեպի Թայլանդ խմբային տուրն է ու մենք խմբով նայեք խմբով տեսեք ուր ենք եկել ճշմարտության տաճարը չգիտեմ բառն ավելորդ է դիտեք Հավատացեք ժողովուրդ անհնար է գալ Թայլանդ եւ չայցելել ճշմարտության տաճար իհարկե մուտք են գործում տաճար ու հլը տեսեք ժողովուրդ թե ինչ հրաշալիք տաճար է ու ամենաֆանտաստիկ այս առելի տաճարը ամբողջովին փայտից է եւ կառուցվել է առանց մեխերի կամ ինչ որ երկաթների պատկերացրեք մի պահ ոչ մի մեխ չկա ամբողջովին քանդակներ սիմվոլներ ու պարզապես շշմելու ճարտարապետություն տեսեք մենք ճշմարտության տաճարում ենք չկասնս բան ֆանտաստիկ է բառերն ավելորդ են ու ամենահետաքրքիրը ճշմարտության տաճարը արդեն մոտ 60-70 տարի է սարքում են ու ամեն օր դեռ սարքում են մինչև վերջը չի երևում պարզապես նայեք հենց հիմա աշխատանքներ են տարվում բայց իհարկե դուք երբ որ ներսում եք գտնվում ինքը ոնց որ արդեն ավարտված վիճակում է պարզապես բաներ կան մանրուքներ կան որ երևի մենք չենք հասկանում ու այդ բուդդիզմի հետ կապված է ինչ որ ճարտարապետական այդ նախագծի հետ կապված է տեսեք այն կողմն էլ հələ սարքում են աստիճանները դրված մարդիկ գործ են անում ահա տեսեք ու դերևս պետք է ավարտին հասցվեք ամեն ինչը երևի մի օր էլ արդեն ավարտված կտեսնենք ճշմարտության տաճարը Պատայայում Ճշմարտության տաճարից դուրս գալով ուղևորվում ենք Բուդդայի ոսկե արձանի մոտ։ Սա հենց այն արձանն է, որ պատկերված է Թայլանդի բոլոր լուսանկարներում։ Բուդդայի ոսկե արձանը ամենաշքեղ արձաններից մեկը Բուդդայի, որը որ գտնվում է Թայլանդի Պատայա քաղաքում, հենց հիմա մեր բոլորի աչքերի առջև է։ Գնանք սեփական աչքերով տեսնենք ինչ սիրուն է։ Սա կարելի ասել Բուդդայի ամենագեղեցիկ արձաններից մեկն է, ամբողջ աշխարհում եւ ամենատուրիստական վայրերից մեկը։ Այս արձանը իրոք տեսնել է պետք, իր մեծությամբ եւ ոսկեգույն լինելով գրավում է բոլորին։ Հաջորդ կան Գարը Տիկին Նոնգ Նուչի իր որդու կողմից նվիրված աշխարհի ամենագեղեցիկ այգիներից մեկն է, որտեղ հայտնվելիս կարծես դրախտում լինես։ Ժողովուրդ հավատացեք, Թայլանդ գալիս են նաև հենց այս այգու համար, որովհետև հենց այստեղ է գտնվում աշխարհի բոլոր ծաղիկները եւ ծառերը։ Գալ Թայլանդ եւ չգալ Նոնգ Նուչի այգին դա պարզապես չի կարելի։ Ժողովուրդ, սա աշխարհի երևի ամենագեղեցիկ այգիներից մեկն է, եթե ոչ ամենագեղեցիկ իհարկե հայկական գերբը պետքա ծածանվի յուրաքանչյուր տեղում ու հստակ նայեք ժողովուրդ։ Լես ամեն ինչը նայեք։
Պատտայայի այգին, որը որ նոնգնուշ, տիկին նոնգնուշն է, այստեղ առաջի ծառը տնկել եւ իր տղան այսպես մի այգի իր մոր հիշատակի համար կառուցեց, որ այսօր ամբողջ աշխարհն է ցնցվում նայելով, դիտեք ինքներդ։ Բոլոր զբոսաշրջիկները հայտնվելով այստեղ ասում են մի բան, միթե սա իրական է եւ մենք տեսնում ենք այս ամենը մեր սեփական աչքերով։ Այո, Պատտայայի այգին կարծես հեքիաթ լինի, որտեղ ընդամենը մի քանի ժամով հայտնվել ենք ու չենք ուզում հեռանալ։ Ահա, հենց այսպիսին էր Թայլանդի 12-օրյա տուրից եւս 2 օրը, իսկ մենք արդեն կհանդիպենք Փուկետ կղզում։